Երկու անձ ձերբակալվել է 403,095 լարի խարդախությամբ հյուրասնելու և կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու ու օգտագործելու մեղադրանքով։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով նրանք Գուրիա Էներջի ՍՊԸ-ի տնօրենը և վերահսկող մարմնի աշխատակիցներն են։ Նույն ընկերության մեկ այլ աշխատակցին նույնպես մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է 5 օր, ինչ ակնկալիքներ և ծրագրեր ունեն քաղաքական կուսակցությունները։ Վրացական երազանքի որոշ ընդդիմախոսներ կրկին խոսում են իշխանության խաղաղ տապալման մասին։ Հոկտեմբերի 4-ին նախատեսված հանրահավաքի կազմակերպիչներից մեկը Պահատաբու Ճուլաձեն նշում է, որ իշխանության փոխանցումից հետո պետք է ձևավորվի տեխնիկական կառավարություն։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին, ապա նրանք նախատեսում են ընտրությունների միջոցով հաղթել վրացական երազանքին։ Որոշ ընդդիմադիրներ դատապարտում են արմատական կոչերն ու քայլերը, ընտրությունները համարելով պայքարի հիմնական հնարավորություն։ Գիրչին կասկածանքով է վերաբերում նախատեսված բողոքի ցույցին։ Գնահատականներ են հնչում նաև իշխող թիմից, որտեղ կարծում են, որ ընտրությունները կավարտվեն առաջին փուլով։ Վրացական քաղաքական դաշտում կրկին քննարկվում է ազգային շարժումն արգելելու սահմանադրական հայցի նախապատրաստումը։ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցության առաջնորդները կարծում են, որ ազգային շարժումն իշխող թիմի օժանդակ օղակն է և իրականում չեն ցանկանում այն վերացնել։ Իսկ վրացական երազանքը խոսում է նախորդ կառավարության կողմից երկրի ու քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների մասին և կարծում, որ քննչական հանձնաժողովի կողմից պատրաստված փաստաթուղթը պատմական է ու լավ արտացոլում է ազգային շարժման կողմից կատարված հանցագործությունները։ Հիշեցնենք, որ Թեյածոլոկյանին հայտարարել է, որ խորհրդանական քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա իրավաբանների խումբը կպատրաստի փաստաթուղթ, որը կներկայացվի սահմանադրական դատարան։ Դատարանը Միխեիլ Սահակաշվիլին ու Թեյմուր Ջանաշիային պարտավորեցրել է պետական բյուջեին վճարել ընդհանուր առմամբ 9 միլիոն լարի։ Դատավորը բավարարել է ֆինանսների նախարարության պահանջը յուրացված բյուջետային միջոցների մեծ չափի 9 միլիոն լարի վերականգնման վերաբերյալ։ Սրա հետ մեկտեղ դատավորի որոշմամբ Միխեիլ Սահակաշվիլին լրացուցիչ պարտավորեցրել են վճարել 631,540 լարի։ Երկու դատապարտյալներն էլ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչը ենթադրում է խմբի կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով նախնական համաձայնությամբ խոշոր չափի գումարի ապօրինի յուրացում։ Վերոնշյալ գործով Միխեիլ Սահակաշվիլին դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Թեյմուր Ջանաշիան 300,000 լարի չափով տուգանքի։ Պետությունը նրանց դեմ քաղաքացիական հայց է հարուցել դատարանում յուրացված գումարը, որը կազմում է 9 միլիոն լարի հետ ստանալու համար։ Երիտասարդական միությունը խոսում է հոկտեմբերի 4-ին կառավարության խաղաղ տապալումից հետո խոստացված դրամական փոխհատուցման և պարգևատրման մասին։ Հարթակի ներկայացուցիչների խոսքով կստեղծվի հատուկ պետական հիմնադրամ, ինչպես նաև հանձնաժողով, որը կաշխատի փոխհատուցման չափն անհատապես որոշելու համար։ Գործը վերաբերում է այն պետական ծառայողներին, որոնք ըստ նրանց ազատվել են իրենց պաշտոններից քաղաքական պատճառներով, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք հոկտեմբերի 4-ի ցույցի ժամանակ կանգնեն վրաց ժողովրդի կողքին։ Նշված խոստմանի պատասխան իշխող թիմը հայտարարում է, որ ցանկացած վերադասավորմանը կտրվի համապատասխան պատասխան։ Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է գործող նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ձայների գրեթե 100%-ի հաշվարկից հետո գործողության և համերաշխության կուսակցությունը ստացել է ձայների 50,16%։ Նախկին նախագահ Իգոր Դոդոնի հայրենասիրական դաշինքը երկրորդ տեղում է 24,19%-ով։ Այլընտրանք, Մեր կուսակցություն և Արժանապատվություն ու ճշմարտության հարթակ ընտրական դաշինքները հաղթահարել են ընտրաշեմը։ Նախնական տվյալներով գործողության և համերաշխության կուսակցությունը կստանա խորհրդարանական մեծամասնություն 52 տեղով։ Հայրենասիրական դաշինքը կունենա 28 պատգամավոր։ Այլընտրանք դաշինքը 9, իսկ Մեր կուսակցությունը և Արժանապատվության ու ճշմարտության հարթակը կմտնեն խորհրդարան յուրաքանչյուրը 6-ական անդամով։ Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 52%-ը։ Օրվա ընթացքում եղել են հաղորդագրություններ քվեարկությունը խափանելու փորձերի մասին, այդ թվում ընտրական ենթակառուցվածքների վրա, կիբերհարձակումների ու Մոլդովայի և արտերկրի ինտատեղամասերում ականների ու ռումբերի պայթյունների կեղծ սպառնալիքների մասին։
Ուկրաինան ցանկանում է ստեղծել համատեղ օդային պաշտպանության վահան իր եվրոպացի գործընկերների հետ Ռուսաստանից եկող սպառնալիքից պաշտպանվելու համար։ Այս մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Վարշավայի անվտանգության համաժողովի ժամանակ։ Նա հավատում է, որ ԱՄՆ նախագահի վերաբերմունքն Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության նկատմամբ փոխվել է։ ՆԱՏՕ-ի առաջնորդները հայտարարել են, որ Ռուսաստանը փորձարկում է դաշինքի պատրաստվածությունն ու վճռականությունը ներխուժելով Լեհաստանի եւ Բալթյան երկրների օդային տարածք։ Վարշավայում տեղի ունեցել Վերմարյան եռանկյան հանդիպումը։ Լեհաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են վարել։ Արտաքին գերատեսչության ղեկավարները հանդիպել են նաեւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով հանդիպումը նպատակ ունի ամրապնդել 3 երկրների միջև համագործակցությունը ՆԱՏՕ-ի օդային տարածք ենթադրյալ ռուսական ներխուժման դեմ։ Եվրոպայի արևելյան թևերի պաշտպանությունն ամրապնդելու համար ՆԱՏՕ-ն այս ամիս արդեն մեկնարկել է արևելյան հսկողություն առաքելությունը ի պատասխան ռուսական անօդաչու թռչող սարքերի Լեհաստանի օդային տարածք ներխուժման։ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի ներքին տարածքին։ Այս լուրը հաստատում է Քիթ Քելոգը։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը նպատակահարմար է համարում, որ ուկրաինական զորքերը հեռահար հարվածներ հասցնեն Ռուսաստանի տարածքին։ Նա նաև նշում է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային տոմահավք հրթիռներ մատակարարելու հարցը։ Քելոգը նաև նշել է, որ ուկրաինացիները երբեք չեն խնդրել ամերիկացի զինվորներ ուղարկել, այլ միայն խնդրել են զենք ու դրանք օգտագործելու թույլտվություն։ Հարցին թե արդյոք ուկրաինացի զինվորներն ունեն ամերիկյան զենք օգտագործելու թույլտվություն, Քելոգը պատասխանել է, որ դա կախված է նախագահի որոշումից։ Ինչ վերաբերում է հրթիռների հնարավոր մատակարարմանը, ապա առայժմ որոշում չի կայացվել եւ առաջարկը քննարկվում է։ Ջեյդի Վենսի խոսքով Ուկրաինային հեռահար տոմահավք հրթիռների մատակարարման վերաբերյալ վերջնական որոշումը կախված է նախագահ Թրամփից։ Նրա խոսքով նախագահը որոշում կկայացնի հաշվի առնելով ԱՄՆ ազգային շահերը։ Այս հրթիռների մատակարարումը Վաշինգտոնին խնդրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Վրաստանի Լագոդեխի քաղաքում ընթանում են մաքրման աշխատանքներ։ Վերխվիս Մինդորիում, Կաբալիում, Ուզունթալայում, Գանջալայում ու Բայսուբանիում առավոտյան սկսվել են վնասված ենթակառուցվածքների վերականգնումն ու կենտրոնական ճանապարհի մաքրումը։ Տեղացիները փորձում են սեփական ուժերով բարեկարգել ջրով, ցեխով եւ ավազով լցված տների առաջին հարկերն ու բակերը։ Ըստ բնակիչների վնասվել է կենցաղային տեխնիկան, ոչնչացվել են բանջարեղենն ու այգու բերքը։ Աղետի գոտում աշխատում է նաեւ վնասի գնահատման հանձնաժողովը։ Լագոդեխիում էր Լելոյի քաղաքապետի թեկնածուն, ով նաև խոստացել է բնակչությանը հաղթանակի դեպքում կետերի վրա գաբիոններ տեղադրել։ թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։